Բարև ձեզ իմ սիրելի յութուբյան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ինարա Գրիգորյանն է, տարոլոգ և թվահոգեբան, տեսնում եք ինչքան հոգնած եմ և դա մեկ նպատակ է ունեցել, ես այսօր պատրաստել եմ 12 հորոսկոպի, այսինքն տրանզիտները նայել եմ, պատրաստել եմ 12 հորոսկոպի նշանի ծնվածների համար օգոստոս ամսվա 2026 թվականի կանխատեսումը և այսպես խոյերի համար գլխավոր միտումը օգոստոս ամսին ձեզ համար կլինի գործողությունների, ինքնահաստատման և նոր հնարավորությունների ամիս։ Այնինչ երկար ժամանակ ձեզ մոտ մնացել էր միայն մտադրությունների մակարդակում, այժմ դա կարող է իրականություն դառնալ։ Միաժամանակ այստեղից հնարավոր է տիեզերքը ձեզ ինչ-որ հուշումներ անի, նշաններ տա, ոչ թե արագությունը, այլ ճիշտ ընտրված ուղղություն կարող է բերել նաև հաջողություն։ Ամսվա ընթացքում կարող եք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք ձեզ կարող են ստիպել վերանայել ձեր առաջնահերթությունները և հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար։ Դուք ավելի վստահ կդառնաք սեփական ուժերի նկատմամբ, սակայն կարևոր է չփորձել ամեն ինչ լուծել միայնակ և շատ արագ։ Որոշ դեպքերում ուրիշների աջակցությունը ձեզ կարող է լինի ձեր ամենամեծ առավելությունը։ Աշխատանքների և ֆինանսներում, այստեղ մասնագիտական կյանքում կարող է սկսվել ձեզ մոտ օգոստոս ամսին առաջընթացի փուլ, եթե վերջին ձեր ամիսներին այս զգացել եք, որ ձեր ջանքերը չեն գնահատվում, օգոստոսը ձեզ կարող է փոխել ձեր համար իրավիճակը։ Հնարավոր են նոր առաջարկներ, ղեկավարության ուշադրություն կամ այնպիսի նախագիծ, որը հետագայում կարող է բացել ավելի մեծ հնարավորություն դռներ խոյերի համար։ Սեփական բիզնես ունեցող խոյերը կարող են ընդլայնել գործունեությունը կամ գտնել նոր հաճախորդներ։ Եթե օրինակ աշխատում եք ստեղծագործական ոլորտներում, ձեր գաղափարները մեծ արձագանք հաստատ կունենան։ Ֆինանսական առումով ամիսը ձեզ խոստանում է կայունություն, սակայն եկամտի աճի հետ միասին այստեղ կարող են ավելանալ նաև ծախսերը, ստե ցանկալի է ձեզ խուսափել զգացմունքային գնումներից և ռիսկային ներդրումներից։ Դա հաստատ։ Ամսվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի պայմանագրերի կնքելու և երկարաժամկետ ծրագրեր սկսելու համար։ Սիրո հետ կապված հարաբերություններում այստեղ ձեզ սպասվում են հետաքրքիր զարգացումներ օգոստոս ամսին։ Ովքեր որ միայնակ են, միայնակ խոյերը կարող են հանդիպել մի մարդու անսպասելի, որի հետ կապը սկզբում պատահական կարող է թվալ, սակայն հետագայում կարող է դառնալ շատ կարևոր։ Միշտ ապեք եզրակացություններ անել, թող ժամանակը ցույց տա հարաբերության իրական արժեքը։ Եթե հարաբերությունների մեջ եք ներկա պահին, այս ամիսը կարող է օգոստոսը ձեզ ստիպել ավելի անկեղծ լինել սիրելիի հետ հարաբերություններում, կուտակված լռությունը այստեղ կարող է վերածվել թյուրըմբռնման, իսկ ճիշտ պահին ասված մեկ նախադասությանը վերականգնել վստահությունն ու մտերմությունը ձեր միջև։ Ամսվա վերջում սիրային մթնոլորտը կարող է դառնալ ավելի ջերմ և ներդաշնակ։ Ընտանեկան հարցերում այստեղ նույնպես ուշադրության կենտրոնում կլինեք, հնարավոր են տան հետ կապված ինչ-որ նոր փոփոխություններ, օրինակ վերանորոգում, տեղափոխություն կամ կարևոր ընտանեկան ինչ-որ որոշումների հետ կարող է խոյերի մոտ կապված լինել օգոստոս ամիսը։ Ավագ հարազատներից մեկը կարող է հենց ձեր աջակցության կամ խորհրդի կարիքը ունենալ, նաև չի բացառվում մեծերից, օրինակ ձեր ծնողները։ Առողջության հետ կապված օգոստոս ամսին կենսական էներգիան ձեր բավական բարձր կլինի, սակայն չափազանց ակտիվ ռեժիմ կարող է առատ սպառել ուժերը ձեր։ Եթե անտեսեք օրգանիզմի հոգնածության ազդակները, այստեղ հնարավոր է նկատեք աշխատունակության անկում կամ լարվածության հետևանքով առաջացած անհարմարություններ։ Ուշադրություն դարձրեք ձեր գլխին և աչքերին։ Ավելի մեծ ուշադրություն կարող եք նաև դարձնել ձեր քնի որակին, որը շատ կարևոր կլինի ձեզ համար, ջրային հավասարակշռությունը, կանոնավոր
սնվելը և ֆիզիկական ակտիվության և հանգստի հավասարակշռմամբ։ Խորհուրդ կտամ նաև սպորտով զբաղվեք։ Եթե վաղուց հետաձգել եք կանխարգելիչ բժշկական ստուգումը կամ առողջության հետ կապված որևէ հարցեր կան, օգոստոս շատ հարմար ժամանակ է, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Սա ընդհանուր աստղագիտական միտումն է։ Ֆինանսներում այստեղ օգոստոսը կարող է ձեզ բերել եկամտի լրացուցիչ աղբյուր կամ շահավետ համագործակցություն, շատերի մոտ հնարավոր է արտերկրից օնլայն, եթե աշխատում եք, սակայն ամեն եկամտաբեր թվացող առաջարկ իրականում այստեղ շահավետ բնականon չի լինի։ Նախքան գումարներ դնելը կամ պարտավորություն ստանձնելը ընդհանրապես ուսումնասիրեք բոլոր պայմանները։ Որպես խորհուրդ ձեզանից պահանջվում է համաձայնակցություն, բայց ոչ անխոհեմություն, հետևեք ձեր նպատակներին, սակայն մի այրեք այն կամուրջները, որոնք վաղը կարող են կրկին ձեզ պետք գալ։ Ձեր ամենամեծ հաղթանակը կարող է լինել ոչ թե արագությունը, այլ ճիշտ ընտրությունը։ Օգոստոս ամսին ձեր հաջող օրերը կլինեն 4 թվանշանը ամսի օգոստոսի, ուրեմն 9, 15, 22-ը և 29-ը։ Ավելի զգույշ խորհուրդ կտամ լինել 7-ին, 18-ին և 26-ին օգոստոսի, հատկապես ֆինանսական որոշումների և հուզական վեճերի ժամանակ ուշադրություն դարձրեք սրանց։ Ցուլերը, ովքեր ծնվել են ցունը ամաստեղության, ներքո էներգիան այստեղ ձեզ համար կայունություն կառուցելու հետ է կապված լինելու հենց այդ ամիսն է։ Եթե վերջին ամիսներին զգացել եք, որ իրադարձությունները զարգանում են ձեր սպասվածից դանդաղ, այժմ կտեսնեք, թե ինչպես են ձեր համբերությունն ու հետևողականությունը արդյունք տալիս։ Տիեզերքը ձեզ հնարավորություն կտա ամրապնդել այն, ինչ արդեն ունեք, և միաժամանակ նախապատրաստվել նոր փուլի։ Այս ամիս կարևոր կլինի ցուլերին վստահել սեփական փորձին, ոչ թե ուրիշների կարծիքները կամ միգուցե ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ կարող է կանխատեսել։ Որքան քիչ ներգրավեք ավելորդ վեճերի մեջ, դուք այնքան ավելի արագ կտեսնեք ձեր հաջողությունը։ Ձեր աշխատանքները և ֆինանսները այստեղ մասնագիտական ոլորտում հնարավոր են հետաքրքիր առաջարկներ ձեզ լինի կամ ինչ-որ պարտականություններ, չգիտեմ, այստեղ ինչ-որ բան փոխվելու է հաստատ։ Եթե երկար ժամանակ սպասել եք աշխատավարձի բարձրացման կամ նոր պաշտոնի կամ կարևոր նախագծի, օգոստոսին այստեղ իրավիճակը կարող է սկսել զարգանալ ձեր օգտին։ Բիզնեսով զբաղվող ցուլերը կարող են գտնել նոր գործընկերներ կամ ընդլայնել հաճախորդների շրջանակը։ Ամիսը շատ բարենպաստ է օգոստոսը և երկարաժամկետ ձեզ համար, որպեսզի ծրագրեր կազմեք և ֆինանսական ռազմավարությունը վերանայելու համար։ Ֆինանսների ոլորտում խորհուրդ կտամ պահպանեք հավասարակշռությունը, որովհետև այստեղ հնարավոր է ստանալ լրացուցիչ նաև եկամուտ, սակայն միաժամանակ կարող են ի հայտ գալ տան միգուցե ընտանիքի հետ կապված կամ կենցաղի անսպասելի ինչ-որ ծախսեր։ Լավ պլանավորումը ձեզ կօգնի խուսափել անհանգստությունից։ Սիրո կյանքում օգոստոսը ջերմություն և անկեղծություն ձեզ կբերի, իսկ միայնակ ցուլերի կյանքում կարող է հայտնվել մի մարդ, որի հետ շփումը սկզբում միգուցե շատ հանգիստ կարող է ընթանալ, բայց ժամանակի ընթացքում կվերածվի խորը զգացմունքների։ Այստեղ մի շտապեք զարգացնել իրադարձությունները, ամեն ինչ այստեղ իր ժամանակն ունի։ Իսկ եթե հարաբերությունների մեջ եք, այս ամիսը հարմար կլինի ձեզ սիրելի ցուլեր, մտածեք ապագայի մասին, խոսելու, ընդհանուր ծրագրեր կազմելու և կուտակված հարցերը այստեղ խաղաղ լուծելու համար, փոքր ուշադրություն նշանները ավելի մեծ ազդեցություն կունենան, քան մեծ խոստումները։ Ընտանեկան մթնոլորտը այստեղ հիմնականում խաղաղ կլինի, սակայն այստեղ հնարավոր է հարազատներից մեկը դիմի նաև ձեր օգնությանը, ձեր համար անսպասելի։ Ձեր ներկայությունն ու աջակցությունը այստեղ օգոստոս ամսին ավելի կարևոր կլինեն,
Հարմար են շրջան կլինի նաև տան բարեկարգման կամ ինչ-որ վերանորոգման հետ հարցեր, եթե կան լուծեք։ Առողջության հետ կապված օգոստոսը ձեզանից կպահանջի սիրելի ցուլեր ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր օրգանիզմի վերականգնմանը։ Եթե վերջին շրջանում շատ եք աշխատել, այստեղ փորձեք ժամանակ պատկասնել լիարժեք հանգստին։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր սննդակարգին, քնի ռեժիմին, կանոնավոր շարժմանը և հուզական հավասարակշռությանը։ Եթե զգաք, որ ինչ-որ անհանգստացնող ախտանիշներ կան, որը երկար ժամանակ չի անցնում, այստեղ ճիշտ կլինի չհետաձգել բժշկի խորհրդատվությունը, հա։ Դա ձեզ օգտակար կլինի։ Ֆինանսներում ամիսը կարող է ձեզ բերել եկամտի նոր աղբյուր կամ շահավետ համագործակցության առաջարկ լինի։ Սակայն խուսափեք արագ հարստանալու խոստումներից, որովհետև ամենահաջող ներդրումը օգոստոս ամսին կլինեն այն ոլորտներում, որոնք լավ եք ճանաչում։ Որպես խորհուրդ կտամ չվախենաք հրաժարվել այն ամենից, ինչը վաղուց սպառել է իրեն, ազատված տարածքը միշտ ինչ է անում, լցվում է նոր հնարավորություններով։ Օգոստոսին ձեր համբերությունն ու իմաստուն որոշումները այստեղ կարող են դառնալ հաջողության գլխավոր բալանին։ Հաջող օրերը ձեր կլինեն օգոստոսի ամսին 2-ը, 8-ը, 14-ը, 21-ը և 30 օգոստոսին, պետք է զգույշ լինեք 10-ին, 17-ին և 25-ի օգոստոսի։ Ինչու, որովհետև այստեղ ֆինանսական գործարքների հետ կապված և հուզական բան կարող է լինի և տուժվեք։ Երկորյակներ, սիրելի երկորյակներ, օգոստոս ամիսի էներգիան շատ հարմար կլինի շարժման համար, հա, նոր գաղափարների և այստեղ կարևոր հանդիպումների ամիս կլինի ձեր համար։ Կարող են երկորյակները իրենց զգալ կյանքը կարծես ձեզ դուրս է բերում սովորական ռիթմից, առաջարկելով նոր ճանապարհներ, նոր մարդկանց և նոր հնարավորություններ կարող են լինել։ Օգոստոս ամսին պատահական հանդիպումներ գրեթե չի լինի, չեմ տեսնում, յուրաքանչյուր նոր ծանոթություն կարող է իր հետ բերել նաև կարևոր փորձ ձեր համար և օգտակար համագործակցություն։ Դուք այստեղ ավելի հեշտ կկարողանաք արտահայտել ձեր մտքերը, համոզել մարդկանց և պաշտպանել ձեր տեսակետը։ Սակայն աստղերը ձեզ նաև խորհուրդ են տալիս չտրվել շտապողականությանը, ոչ բոլոր առաջարկները կարող են լինել այնքան շահավետ կամ գայթակղիչ, որքան առաջի հայացքից կարող է ձեզ թվալ։ Աշխատանքի հետ կապված և ֆինանսների օգոստոսը բավականին հաջող շրջան կլինի ձեզ համար բանակցությունների, գործնական միգուցե հանդիպումների և նոր ինչ-որ նախագծեր կարող են մեկնարկվի։ Եթե երկար ժամանակ մտածում եք նոր աշխատանքի, մասնագիտության, փոփոխության կամ սեփական գործ սկսելու մասին, օգոստոսին դուք կարող եք բացել հենց առաջին իրական հնարավորությունները։ Գործընկերների հետ հարաբերություններում այստեղ կարևոր կլինի, ուշադիր լսեք, ազնվություն և այստեղ հստակ պայմանավորվածությունները։ Խուսափեք խոստումներ տալուց, եթե վստահ չեք, որ կկարողանաք կատարել, հա, մինչև վերջ ավարտելով դա։ Ֆինանսական առումով ամիսը խոստանում է կայունություն, սակայն եկամուտների ավելացման հետ կարող են ավելանալ նաև ձեր ծախսերը։ Հնարավոր են ճանապարհորդություններ, այստեղ ուսման կամ տեխնիկայի հետ կապված զգուշացրեք խնդիրներ չլինի։ Միգուցե ցանկանաք ինչ-որ այդպիսի բաներ գնել։ Ամսվա երկրորդ կեսին կարող են բացվել լրացուցիչ եկամտի հնարավորություններ։ Սիրո հետ կապված ձեր կյանքը կարող է լցվել նոր զգացողություններով, օրինակ, եթե միայնակ եք, այստեղ մեծ հավանականություն կա, որ հանդիպեք ինչ-որ մեկին, ով սկզբում կարող է գրավի ձեզ իր մտքով, միգուցե շփման հետ կապված ձևով։ Այս ծանոթությունը կարող է վերածվել հետագայում լուրջ հարաբերության, եթե թույլ տաք, որ ամեն ինչ զարգանա բնական ընթացքով։ Ընտանիքում հնարավոր է քննարկվեն կարևոր որոշումներ կապված բնակարանի, տեղափոխության կամ հարազատների միգուցե ծրագրերի հետ։
Ձեր խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ, այդ պատճառով աշխատեք պահպանեք, հա, հանգստություն, որ չարձագանքեք հույզերի ազդեցության տակ։ Առողջության հետ կապված այստեղ ինքնազգացողության հետ մեծապես կախված կլինի հանգստի եւ աշխատանքի հավասարակշռությունը։ Լարված գրաֆիկը այստեղ կարող է արտահայտվել հոգնածությամբ, ուշադրությամբ, ցվրվածությամբ կամ քնի խանգարումներով։ Խորհուրդ են տալիս պահպանել կանոնավոր քնի ռեժիմ, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, նվազեցնել տեղեկատվական ծանրաբեռնությունը եւ չանտեսեք ձեր օրգանիզմի ազդակները։ Եթե ինչ-որ մեկը անհանգստություն ունի երկար ժամանակ, ահա, ճիշտ կլինի խորհրդակցեք բժշկի հետ, որովհետեւ այդպես ավելի ճիշտ կլինի։ Ամիսը որպես ֆինանսային հնարավորություններ այստեղ բարենպաստ կլինի համագործակցությունների, կրթության մեջ, ինչու՞ չէ, ներդրումների եւ երկարաժամկետ ֆինանսական ծրագրերի համար։ Խուսափեք արագ շահույթ խոստացող առաջարկներից եւ մանրամասն խորհուրդ կտամ ուսումնասիրեք բոլոր պայմանները մինչեւ որևէ որոշում կայացնելը։ Ստեղ ուրեմն ձեր հաջող օրերն են 5-ը, 12-ը, 18-ը, 24-ը եւ 31 օգոստոսին։ Պետք է զգույշ լինեք 9-ին, 16-ին եւ 27-ին։ Օգոստոսի հատկապես կարևոր փաստաթղթեր ստորագրելիս ճանապարհորդությունների ընթացքում, ինչու՞ չէ, եւ ֆինանսական որոշումներ կայացնելիս։ Անցնենք խեցգետիններին։ Ամսվա էներգիան, սիրելի խեցգետիններ, օգոստոսը ձեզ համար կլինի ներքին ամրապնդման եւ նոր հնարավորությունների ամիս։ Դուք կարող եք զգալ, որ վերջին ամիսների լարվածությունն աստիճանաբար կարող է նահանջել, տեղ տալով ավելի հստակ որոշումների վստահության։ Օգոստոս ամսին ճակատագիրը կարող է ձեզ կանգնեցնել այնպիսի ընտրության առաջ, որը կազդի ոչ միայն առաջիկա ձեր շաբաթների, այլ նաև հաջորդ մի քանի ամիսների վրա։ Խորհուրդ կտամ չշտապեք, ամենակարևոր պատասխանները կարող են ձեզ գալ այն ժամանակ, երբ կդադարեք ստիպել իրադարձություններին զարգանալ ձեր ցանկությամբ։ Աշխատանք ֆինանսներում այստեղ օգոստոսը բարենպաստ է մասնագիտական առաջընթացի համար, եթե օրինակ աշխատում եք թիմում, ձեր հեղինակության ու փորձի հետ կապված ավելի նկատելի դա կարող է դառնալ, հնարավոր է ղեկավարությունը ձեզ նաև վստահի ավելի պատասխանատու կամ պաշտոն կամ նախագիծ կամ առաջանա կարիերայի ինչ-որ աճի հնարավորություն։ Եթե զբաղվում եք սեփական բիզնեսով, ուշադրություն դարձրեք հին հաճախորդներին, հենց նրանք կարող են բերել նոր շահավետ առաջարկներ ձեզ։ Ֆինանսների ոլորտում ամիսը ձեզ խոստանում է կայունություն, սակայն խուսափեք զգացմունքային ծախսերից, որովհետև ավելի լավ է գումարներ ներդնեք այնպիսի ոլորտներում, որոնք երկարաժամկետ արդյունք կարող են տալ։ Սիրո հետ կապված օգոստոսը կարող է ձեզ բերել զգացմունքային խորություն։ Միայնակ խեցգետինները կարող են հանդիպել մեկին, ով կստիպի նորովի հավատալ ձեր հարաբերություններին եւ այդ ծանոթությունը կարող է սկսվել որպես ընկերություն, բայց հետագայում միգուցե աստիճանաբար վերածվի ավելի ինչ-որ լուրջ կապի։ Ընտանիքի հետ կապված, ընտանիքում այստեղ կլինի ձեր ուժի աղբյուրը, հնարավոր է ուրախ ընտանեկան ինչ-որ իրադարձություն կամ միգուցե հարազատների հետ, հա, կապված ինչ-որ կարևոր նորություն։ Եթե խոսքի օրինակ վերջի շրջանում եղել են թյուրըմբռնումներ, այժմ օգոստոս ամսին լավ ժամանակ կլինի խաղաղություն հաստատելու համար։ Օգոստոսին ինքնազգացողության հետ կարող է լինել մեծապես կախված իրադարձությունները հուզական հավասարակշռության, երբ դուք հանգիստ եք, այստեղ ձեր օրգանիզմը էլ ավելի արագ, հա, կարող է վերականգնել։ Ուշադրություն դարձրեք լիարժեք ձեր քնին, ջրային հավասարակշռությանը, կանոնավոր պետք է սնվեք եւ հանգստի եւ աշխատանքի ճիշտ համադրությունը կանոնակարգով։ Հա,
Ֆինանսները այստեղ ամիսը կարող է բացել լրացուցիչ եկամուտի աղբյուր կամ միգուցե շահավետ ինչ որ համագործակցության հնարավորություն, սակայն նախքան որևէ պայմանագրի ստորագրումը խորհուրդ կտամ մանրամասն ուսումնասիրեք բոլոր փաստաթղթերը, պայմանները եւ այլն։ Մի վախեցեք որպես խորհուրդ բաց թողնել այն, ինչ վաղուց ավարտվել է, որովհետև երբ հեռանում է, հա, այստեղ տեղ է բացվում նորի։ Եվ այստեղ երբ հինը հեռանա, ձեզ նոր հնարավորություններ կարող է գան եւ բավականին հեշտ։ Հաջող օրերն են ձեր համար օգոստոսի 3-ը, 9-ը, 15-ը, 23-ը եւ 29-ը։ Ավելի զգույշ պետք է լինեք օգոստոսի 7-ին, 18-ին եւ 26-ին, հատկապես ընտանեկան եւ ֆինանսական հարցերում։ Շարունակենք այսպես կարճ-կարճ, որպեսզի ռոլիկները հերիքի։